Ողջույն սիրելիներս, սա մեր 2023 թվականի ամենահիշարժան օրերից մեկն էր։ Այսօր իմ հեռախոսի նկարներն էին նայում և հանդիպեցի այս վիդեոներին ու որոշեցի կիսվել ձեզ հետ։ Մենք Վենետիկում ենք։ Անկեղծ ասած, Վենետիկն ավելի գեղեցիկ է, քան լուսանկարներում։ Ամեն ինչ ջրի վրա է, իսկ տները կարծես հեքիաթից դուրս եկած լինեն։ Անգամ մեքենաներ չկան, բոլորը տեղաշարժվում են նավակներով։ Սա այն հայտնի եկեղեցին է, որ բոլորը գալիս են տեսնելու։ Իսկ ներսում ուղղակի հրաշք է։ Բացի Վենետիկից, այս վիդեոյում նաև ես ցույց կտամ Յեզոլո քաղաքը։ Եթե չեք եղել դեռ Վենետիկում, խորհուրդ եմ տալիս անպայման այցելեք։ Դա մի քաղաք է, որտեղ թվում է, թե մտնում ես հեքիաթի մեջ։ Ահա մենք արդեն Յեզոլոյում ենք, կանգ ենք առել այս հյուրանոցում, սա մեր համարն է։ Եվ տեսեք մեր պատշգամբից ինչ հիանալի տեսարան է բացվում դեպի ծով։ Ճիշտ է, սեզոնը չի, որ մենք գնացել ենք, մարտ ամիսն է, բայց շատ արժեր մեր գնալը։ Հիասքանչ եղանակը տրամադրող չի, մռայլ է, բայց ոչինչ չի խանգարում վայելել այս հիասքանչ ծովը։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ գույն ունի այս ջուրը։ Տեղավորվեցինք համարում, հիմա դուրս ենք եկել մի փոքր զբոսնենք ափի մոտ։ Տեսեք ինչքան փափուկ ավազ է։ Բավականին լիքը մարդիկ կային, ինձ թվում է տեղացիներ են, իրենց շների հետ զբոսնում են այստեղ։ Լավ քամի էր ու ալիքները շատ մեծ էին։ Էլի ինչ Իտալիա առանց պիցցայի և պաստայի։ Գնացինք մենք մոտակա գտնվող ռեստորաններից մեկը, ես պատվիրեցի ծովամթերքով պաստա, մուսինս կարբոնարա։